Ողջունում եմ աշխարհի բոլոր հայերին, 12 միլիոն հայեր, ինչպես նաև հայազգի բոլոր իրական դաշնակիցներին, իրական եւ պոտենցիալ։ Մեր դեվիզը պետք է լինի ինքնապաշտպանությունը եւ ինքնակազմակերպումը։ Պետք է ծավալել համաշխարհային հայկական հակացեղասպանական շարժում։ Այս ժողովուրդը իրականում գտնում է ցեղասպանության եզրին։ Ես կոչ եմ անում Հայաստանի բոլոր ազգային հայրենասիրական, ժողովրդավարական, քաղաքական խմբերին։ Կոչ եմ անում Հայաստանի եւ Սփյուռքի բոլոր արդարացի անհատներին եւ խիզախ մարդկանց։ Հայաստանի եւ Սփյուռքի բոլոր անհատներին պատրաստվեք պատերազմի։ Պատրաստ եղեք ինքնապաշտպանական պատերազմի, պատրաստ եղեք համաշխարհային հայկական ինքնապաշտպանության եւ ինքնակազմակերպման, պատրաստ եղեք համաշխարհային հակացեղասպանական հայկական շարժման։ Սա մի ժամանակ է, երբ այդ պատերազմը կորոշի լինել թե չլինել։ Լինել թե չլինել հայ ազգի համար այս հարցը դրված է։ Եթե մենք դա չենք հասկանում, ապա մեր վերջը կգա։ Լինել թե չլինել հայոց պետականության վերջի մնացորդների համար։ Կլինի թե չի լինի հայ ժողովրդի համար եւս եւ վերջին հնարավորությունը դառնալու իրոք ազատ, իրոք անկախ եւ իրոք միացյալ ազգ եւ եւս մեկ անգամ վերահաստատել մեծ հայքը իր հայրենիք հայկական լեռնաշխարհում։ Հույսներդ կտրեք Հայաստանի այսպես կոչված իշխանություններից, նա նույնն է անելու ինչ նախորդ 30 տարիներին։ Դա նշանակում է, որ նրանք Հայաստանի այդ այսպես կոչված իշխանությունը կիրականացնի Ռուսաստանի հակահայկական ծրագրերը, կիրականացնի, որպեսզի թուլացնեն Հայաստանը եւ նրա բանակը, որպեսզի նսեմացնեն, թուլացնեն ու կոտորեն հայ ժողովրդին մեր թշնամիների, թուրքերի եւ ադրբեջանցիների ձեռքով, որոնք Հայաստանի կեղծ դաշնակից Ռուսաստանի իսկական եղբայրներն ու դաշնակիցներն են։ Ռուսաստանը փաստացի Հայաստանի գաղութատերն է եւ թիվ 1 թշնամին։ Այնպես որ հայրենակիցներ պատրաստ եղեք դիմադրության պատերազմին, պատրաստ եղեք պարտիզանական պատերազմին, պատրաստ եղեք օկուպացված տարածքում դիվերսիոն եւ պարտիզանական գործողությունների, պատրաստ եղեք վաճառելու ձեր կյանքը շատ թանկ գնով, այնքան որ անընդունելի է թշնամու համար եւ դա միակ միջոցն է կանխելու հայոց ցեղասպանությունը։ Այո, լինելու է հայերի վերջին եւ վերջնական ցեղասպանություն։ Այդ գալիք ցեղասպանությունը կանխելու համար պետք է բոլոր միջոցներով դիմադրել թշնամուն, բոլոր հնարավոր եւ նույնիսկ անհնար։ Դիմադրեք ոչ միայն Հայաստանի տարածքում, այլև դիմադրեք նաև թշնամու տարածքում, իրենց տարածքի խորքում, իրենց երկրի սրտում։ Թշնամուն պետք է ամեն կերպ վախեցնել, թշնամին պետք է լքի հայկական տարածքը, թշնամու զորքերը, նրա գաղտնի ծառայությունները եւ այսպես կոչված Հայաստանի կառավարությունը, նրա գործակալական խումբը պետք է գտնվեն հայ վրիժառուների հարձակման տակ։ Հայ ազատամարտիկներ, դիմադրեք Հայաստանի թշնամիներին ամբողջ աշխարհում եւ Հայաստանի տարածքում եւ աշխարհի բոլոր երկրներում։ Թշնամիները պատերազմ են հայտարարել մեր ազգի գոյության դեմ։ Ուստի նրանք պետք է իմանան, որ նույն պատերազմը կողմի հենց իրենց սեփական ազգերի գոյության դեմ, հենց իրենց գոյության դեմ։ Դարձյալ ողջունում եմ աշխարհի 12 միլիոն հայերին եւ հայ ազգի բոլոր իրական ու պոտենցիալ դաշնակիցներին։ Հայերի ցեղասպանությունը կանխելու համար պետք է պայքարել։ Այլևս երբեք ցեղասպանություն չպետք է լինի։ Այլևս երբեք։ Դա նշանակում է պետք է պատրաստ լինել ինքնապաշտպանության, դա նշանակում է պետք է ինքնակազմակերպվել։ Եվ հիշեք, որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է, օնանդր առաջ։ Ձեզ դիմում է գնդապետ Նացական Խաչատրյանը, պատմաբան, հայոց բանակի գնդապետ, համաշխարհային հայկական հակացեղասպանության շարժման հիմնադիրը,
Համաշխարհային հայոց ինքնապաշտպանության եւ ինքնապաշտպանական կազմակերպության հիմնադիրը, մեծ հայ հեռուստահաղորդման հեղինակը, այսքանը